պարտականություն չկա։ Եվ ես ինչպես ասել է, մենք վիճաբանության մեջ չենք ունենալու։ Եվ հիմա նաև ես չգիտեմ, ես առիթ ունեցել եմ ձեզ պատմել, թե չէ։ Ռուսաստան կատարած այցից մեկի ժամանակ ներգործընկերներից մեկը ասաց հենց հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, ասենք օրինակ Ռուսաստանի շահերին։ Ես լսեցի եւ ասացի շատ լավ։ Ես ասել եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի մտադրություն, ցանկություն չունենք եւ վերահաստատում ենք։ Բայց հիմա դուք պնդում եք անում։ Խնդրում եմ ինձ պատվիրակությանը նայել, բոլորին ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞, որ սեղանի շուրջ նստած մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ գործում։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ Բայց ես հարցը նորից կրկնեցի, ասեցի խնդրում եմ, մի օրինակ, մի կոնկրետ օրինակ։ Եվ գիտեք երկրորդ անգամ ինչ էր պատասխանը։ Էլի լռություն։ Եվ մենք թեման փոխեցինք։ Եվ սա ճշմարտությունը սա է։ Մենք ոչ մեր իմիջիալոց նաև Ռուսաստանի հետ մեր համագործակցություն, որովհետև ինչ վնասը հասել, որովհետև այդպիսի տեսակետներ կար լավ եվրոպական միություն։ Մասնավորապես կային կասկածներ երկար ժամանակ, թե Հայաստանը մենք ասել ենք, որ մենք սանկցիոն ռեժիմի մեջ չենք։ Եվ նաև, բայց ասել ենք նաև, որ մենք քայլեր չենք անելու, որ մենք ինքներս ընկնենք սանկցիայի տակ։ Եվ թափանցիկ ենք ասել եւ Ռուսաստանի գործընկերներին, եւ Եվրամիության գործընկերներին։ Մենք ասել ենք, որ մենք բնակավար չենք ուզում Ռուսաստանի դեմ որևէ բան անել, բայց մենք ունենք գիծ, եթե որևէ քայլ անելով մենք զգանք, որ մենք ինքներս սանկցիայի տակ ենք գտնելու, մենք չենք անելու այդ քայլերը, ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով վերաբերվեք, որովհետեւ եթե օրինակ Ռուսաստանը կարա սանկցիայի տակ լինի եւ դիմանա, Հայաստանը չի կարող։ Եվ ընդհակառակը Եվրամիությունում կային կասկածներ, որ մենք շրջանցում ենք բաները, սանկցիաները։ Եվ մենք թափանցիկ կերպով քանի անգամ մենք հրավիրեցինք, խոսենք եւ գրավոր արձանագրվեց, որ մենք սանկցիաների ռեժիմը չենք շրջանցում։ Բայց էլի սա ոչ թե որ մենք Ռուսաստանն ենք, մենք առաջին օրից ենք պատվիրակություններ են եկել, եւ մենք առաջին օրից այս դիրքորոշումը հստակ եւ թափանցիկ ձևակերպել ենք, եւ ես հիմա էլ կարծում եմ, որ դա արդար է, որտեղ մենք ոչ թե չենք ուզում, որ ինչ որ բանով օգնած լինենք Ռուսաստանին, մենք չենք ուզում ինքներս ընկնենք սանկցիայի տակ, որտեղ մենք չենք կարող սանկցիային դիմանալ, կամ ինչին գնենք սանկցիայի տակ, Այսինքն Հայաստանի Հանրապետություն տանակ չի լինի, որ մենք քայլեր անենք, որ հենց գնանք ու մտնենք սանկցիայի տակ։ Եվ նույնն էլ բանում, նույնն էլ Եվրամիությունում երկար ժամանակ կար շատ մեծ, այսպես ասած, հարցեր, թե ինչքանով Հայաստանի դիրքորոշումները եւ այլն, ինչքանով համագործակցությունը Եվրամիության հետ չի օգտագործվում Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրամիության հետաքրքրություններին եւ շահերին հակառակ։ Մենք այդտեղ ենք թափանցիկ եղել։ Եվ մենք բայց դրանից առաջ հայտարարել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ մնացել ենք այդ քաղաքականության շրջանում։